ունենք հյուրընկալելու մեր միջոցառմանը։ Սա արդեն երկրորդն է եւ իրականացվել է ձմռանը, իսկ ավելի կոնկրետ փետրվարին, արդեն անցնելով մանրամասներին, թույլ տվեք ներկայահանդեսը սկսել շատ կարևոր մի էջից, այսինքն մեթոդաբանական տվյալներից, սրանք երևի ամենակարևոր հատվածն են այս օրինակ աշխատանքների, որովհետև կախված թե որքանով է մեթոդաբանությունը ճիշտ կիրառվել եւ որքանով է ընտրանքը ճիշտ կառուցվել, այնքան ավելի մեծ է հարցման գիտական արժանահավատությունը։ Մեր դաշտային աշխատանքները իրականացվել են փետրվարի 5-ից 17-ը ընկած հատվածում, այսինքն 13 օր, 13 օրացուցային օր։ Ընտրանքը, այսինքն քանի հոգու հետ ենք խոսել կոպիտ ասած, 1161 մարդ, մեկ մարդով ավել մեր նախորդ ընտրանքի չափից։ Բնակչության ծածկույթը ՀՀ չափահաս ընտրողներն են եղել, ովքեր ունեն բջջային հեռախոսակապի անհատական կամ ընտանեկան հասանելիություն։ Ընտանեկանը հատուկ ենք առանձնացրել, որովհետև շատ հաճախ տվյալ բջջային հեռախոսահամարի ներքո անձ է, որը այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով չի ցանկանում մասնակցել, բայց այդ նույն հեռախոսահամարով ընտանիքի այլ անդամ է հարցումը անցել։ ՀՀ չափահաս ընտրողների մեջ ուրեմն մենք ներառել ենք, ոչ թե մենք ներառել ենք, ցավոք մեր ներառելով չի, բայց մենք հարցազրույցներ ենք անցկացրել նաև Արցախից բռնի տարբեր տարիներին բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, ըստ որում անկախ նրանից իրենք ընտրական ձայնի իրավունք ունեն, չունեն, սա երկու պատճառով է արվել, նախ որովհետև այս հայկական մտքաչափի թողարկումը չի հետապնդել հատուկ նպատակ ընտրական, միմիայն ընտրական վարկանիշներ եւ ընտրական կանխատեսումներ անելով եւ այս դեպքում հաշվի ենք առել, որ անկախ քաղաքացիություն, չքաղաքացիություն, փախստականի կարգավիճակ Արցախի մեր հայրենակիցները այս կամ այն կերպ մեր հասարակական տեքստուրայի, ոնց որ հայաստանյան հասարակական ֆաբրիկայի մի մասն են եւ առանց այն էլ շատ իրավունքներից զրկված են, որոշել ենք իրենց չմերժել եւ իրենց եւս ներառել, անգամ առանց հարցնելու քաղաքացի են թե ոչ։ Տվյալների հավաքագրումը իրականացվել է հեռախոսային հարցազրույցավարման միջոցով, որը համաժամանակյա կարգով արձանագրվում է համակարգչի մեջ։ Հեռախոսի համարները ամբողջությամբ պատահականորեն են գեներացվել ըստ այն հեռախոսային կոդերի, պրեֆիքսների բջջային, որ Հայաստանում կան, ամբողջությամբ պատահականորեն։ Մեր ընտրանքի կառուցվածքը համապետական է, այսինքն ամբողջ երկրով մեկ է ընտրանքը եղել, շերտավորված ըստ մարզի, սեռի եւ բնականաբար տարիքային խմբի։ Այնուհետև իհարկե կշռավորում է իրականացվել համակցված ըստ նույն 3 չափորոշիչների, իսկ կշռավորման հիմքը եղել են ժողովրդագրական տվյալները առ այս տարվա փետրվարի 11, այստեղ հաշվի ենք առել 2023 թվականի պաշտոնական տվյալները, որոնք վիճակագրական կոմիտեում Արփստատիկայքում կան, եւ նաեւ հաշվի ենք առել մեր այս նշած ամսաթվին փետրվարի 11-ին օրենքի ուժով միգրացիոն ծառայությունը նամակ է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացնելով ընտրողների թիվը ըստ մարզերի եւ Երևանի դեպքում ըստ վարչատարածքային շրջանների։ Դա թույլ է տվել մեզ կշռավորում իրականացնել նաեւ ըստ մարզերի։ Պատասխանների անկեղծությունը բավականին բարձր է, այսինքն սա գնահատվում է ըստ հարցազրույցավարի գնահատականի, արդյոք նա հարցազրույցյալի պատասխանը անկեղծ է համարում թե ոչ, երաստիճան սանդղակով, իսկ ընդհանրապես չի համարում, քիչ թե շատ համարում է եւ համարում է։ Լավ ցուցանիշ է 97-68-ը։ Սխալի սահմանը 2.8 Եթե շատ պարզ ժողովրդական լեզվով ասենք, ապա ինչ ցուցանիշ, որ հաջորդական սլայդերում տեսնեք, կարող եք գումարել կամ հանել 2.8, իհարկե դա այդքան էլ այդպես ուղղագիծ ինտուիտիվ չի աշխատում, բայց որպես հիմա շատ մաթեմատիկական, սոցիոլոգիական դետալների մեջ չմտնենք, մոտավորապես իմաստը դա է, որ 2.8 աճ, 2.8 ձախ կարող է տատանում լինել։
Ավարտուն հարցազրույցի տոկոսը 3.2 է, այսինքն սա այն թիվն է, որը մենք ստացել ենք պոտենցիալ հարցազրույցյալի, այսինքն քաղաքացու հետ զրույցից, թե այդ զրույցների որ մասն է ի վերջո դարձել հարցազրույց։ 3.2 սա համաշխարհային ստանդարտներով բավականին ցածր թիվ է, բայց մենք այս թվի համար ուրախ ենք, պարզաբանեմ թե ինչու, նաև կանխելով կամ առաջանցնելով այսօրվա նաև օրախնդիր թեմայից, մեր այլ գործընկերների հարցումների, որոնց շատերի թվերի համեմատ մեր ներկայացած թիվը բավականին ցածր է, համարները, որոնք մեր մոտ ընտրվում են, ամբողջությամբ պատահական են, ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում երկու տեսակի համարների որոշարկում կա, այսինքն պատրաստի բազաներով եւ լրիվ այն ինչ որ եթե մարդիկ կան call center-ներում աշխատել են սառը զանգեր, լրիվ պատահական համարներ, մենք երկրորդ տարբերակով ենք առաջնորդվել, որպեսզի ընտրանքը ամբողջությամբ լինի պատահական։ Այս ցածր թիվը դրանով է պայմանավորված, բայց իրականում դա դրական ենք համարում, որովհետև ունեցել ենք իրոք մաքսիմալ պատահական ընտրանք։ Դե պատրաստի համարների դեպքում արդեն իսկ ընտրանքը շեղված է հոգուտ այն մարդկանց, ովքեր ունեն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։ Մեր պարագայում, շնորհիվ նաև մեր արհեստավար հարցազրույցավարների, կարողացել ենք նաև պասիվ դիրքորոշում ունեցող, ընդհանրապես խոսելու ցանկություն չունեցող մեր քաղաքացիներին, հատկապես արտաերևանյան քաղաքացիներին, քաղաքավարության եւ գիտական նորմատիվների շրջանակներում համոզել, խրախուսել, որ իրենք եւս մասնակցեն։ Դրա համար շատ կանգ առա այս թվի վրա, որովհետեւ շատ բան հենց այստեղից է որոշվում, թե արդյոք ընտրանքը ամբողջությամբ պատահական է այդ բառի մաթեմատիկական իմաստով, թե որոշակիորեն աճ-ծախ։ Սա մեր ընտրանքի ժողովրդագրական պատկերն է, ըստ սեռի, սա ասեցի արդեն սեռն ու տարիքը վերցրել ենք 2023 թվականի Արփստատի տվյալներից եւ ըստ մարզի։ Մարզը վերցրել ենք 2000, ինչպես ասացի, այս տարվա փետրվարի 11-ին միգրացիոն ծառայության պետի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղած նամակից, որ բաց հասանելի է ԿԸՀ-ի կայքում։ Տեսնում եք բնականաբար ամենաշատ ընտրողները Երևանում են 33.9%։ Ընտրանքի նաև սոցիալ ժողովրդագրական պատկերը զբաղվածության տեսակի ամենաշատը լրիվ դրույք վարձու աշխատողներն են, հետո թոշակառուները, տնային տնտեսուհիները, տնտեսվարները, անկախ պատվերով աշխատողը, որ նույն ֆրիլանսերն է, բիզնեսմեններ, գործազուրկներ եւ այսպես շարունակ։ Եվ ըստ կրթական աստիճանի մենք շատ կրթված ազգ ենք, 45.1% բարձրագույն կրթությամբ, հետո միջնակարգ կրթություն ունեցողները 33.7, միջին մասնագիտական, ըստ նվազման կարգի թերի միջնակարգ եւ բառացիորեն 2-3 հոգի, որ հրաժարվել կամ դժվարացել են այդ հարցին պատասխանելուց։ Սկսենք բովանդակային հատվածը արդեն մասնագիտական լսարանի համար, նեղ մասնագիտական լսարանի համար ամենահետաքրքիրը նախորդ երևի սլայդերն էին։ Իսկին մասն ուզում եք մի քիչ սրա վրա պահեմ, դուք ուշ եկաք, սա ձեզ կհետաքրքրի։ Դե անցնենք ինչ որ շնորհակալություն։ Հայաստանի խնդիրներից որն է ամենաշատ նազդում ձեր կյանքի վրա։ Նաև որոշակի օգտվելով առիթից, որ երկրորդ անգամ ենք իրականացնում այս հարցումը, համեմատություններ կարող ենք անել։ Հիմա տեսեք առաջին հորիզոնականում, այսպես ասած 28.5% ֆինանսատնտեսականն է, բայց նախկինում ֆինանսատնտեսականը ավելի քիչ էր, գրեթե 10%-ով ավելի քիչ էր եւ առաջին հորիզոնականում անվտանգություն խաղաղությունն էր, որը հիմա երկրորդ տեղում է 19.8%-ով։ Սրան հաջորդում է պետաիրավական համակարգը, պետաիրավական համակարգը կոդավորումները մեր կողմից են արվել, պետաիրավական համակարգի մեջ մտնում են ամենատարբեր բաներ, սկսած որ ինչ-որ բնակ բաժնում, չգիտեմ ժամանակակից անունը ոնց է, հերթերը շատ են, վերջացրած, որ պետությունը ինչի չի զբաղվում նրանով, որ ազգային ժողովում իրար չուտեն պատգամավորները։ Դե զուտ կատեգորիզացիայի առումով դա նույնպես պետաիրավական համակարգի մեջ է մտնում։ Հետո արդեն 10%-ից ցածր ենթակառուցվածքային խնդիրներն են,
բարոյահոգեբանական, մարդիկ չարացել են իրար հանդեպ, ենթադրենք դա նույնպես ասվում է։ Իսկ հասարակականի մեջ կոդավորվել են հասարակական խնդիրները՝ կրթություն, մշակույթ, սպորտ եւ այլն։ Էկոլոգիան ստաբիլ ունենք այս անգամ 2.7, նախորդ անգամ 3.1, այսինքն սխալի սահմանը հաշվի առնելով մեծ հաշվով առանձնապես փոփոխություն չի եղել։ Ընկերներ, իմիջի այլոց նախքան հաջորդ սահիկին անցնել իմիջի այլոց ասեմ, որ ցանկացած պահի եթե հարց ունենաք, կարիք չկա, որ դեպի շատ զսպեք, եթե տվյալ սահիկին վերաբերվող հարց է, ազատ զգացեք հենց այդ պահին տալով, եթե զգամ, որ արդեն շատ ենք շեղվում, խնդրեմ այդ դեպքում նոր թողնել վերջում, հետո կվերադառնանք։ Խնդրեմ։ Ես մի բան հարցնեմ, էլի, այս որ խաղաղությունը, եթե չեմ սխալվում, անցած տարի գերակայողներ հարցում ինքը բացատրում է պատճառն ինչումն է որ ընկել է, թե չէ։ Yes or no question-ը։ Չէ, հարցումը դա ինքնին չի կարող բացատրել, հարցման տվյալների հիման վրա մենք շատ զգուշավոր վարկածներ կամ նույնիսկ ենթադրություններ կարող ենք առաջարկել, բայց դրանք արդեն որակական կողմն են հարցի ինքնին, քանակական հարցումը դրա պատասխանը չի կարող տալ ըստ դիզայնի։ Երկրորդ հարցը, որն եք համարում ձեր ընտանիքի ունեցած հիմնական խնդիրը, դե այստեղ բնականաբար ֆինանսատնտեսականը ջախջախիչ հաղթանակ է տանում, գեղարվեստական լեզվով ասած 45.4, դրանից հետո արդեն մնացած ամեն ինչ 10%-ից էլ ցածր է։ Այստեղ պատասխանների կառուցվածքը նախորդ անգամվա համեմատ փոփոխություն չի կրել։ Այսինքն թվերը տարբերվում են, բայց հերթականությունը կոպիտ ասած նույնն է։ Նախորդ անգամ նույնպես անվտանգությունը եւ ապահովությունը երկրորդ տեղում էր, երբ որ մարդկանց հարցնում ենք իրենց ընտանիքի ունեցած հիմնական խնդրի մասին։ Այստեղ դժվարացողների մեծ թիվը 33.4% պայմանավորվում է մեր, այսինքն սոցիալ-մշակութային առանձնահատկություններով, մարդիկ պարզապես չեն ցանկանում, շատ որոշ մասը չի ցանկանում հիշատակել, որ խնդիր մոտավորապես մեր ընտանիքը խնդիր չունի Փառք Աստծո այդ մոտեցման մեջ, որը այսինքն սոցիալ-մշակութային առանձնահատկություն է, որևէ կերպ դա հաղթարել հնարավոր չէ եւ այս հետազոտության շրջանակներում կարիքն էլ չկա, ուղղակի նշում ենք, որ անձը դժվարանում է պատասխանել կամ հրաժարվում է։ Որքան կգնահատեք ձեր ընտանիքի նյութական բարեկեցությունը, նույնպես մեծ փոփոխություն նախորդ անգամվա համեմատ չկա, միջինը էլի մեծ տեղ է զբաղեցնում, եւ այստեղ էլի շատ բարդ է ասել, արդյոք իրոք միջին ասողը հենց միջին է ապրում, թե պարզապես չի ցանկանում ասել վատ կամ շատ վատ, բայց գրաֆիկի կառուցվածքը թվերը տարբեր են, բայց կառուցվածքը իդենտիկ է մնում նախորդ անգամվա։ Գումարային առումով 25.3%-ը մեծ հաշվով ասել է վատ, կամ շատ վատ, կամ վատ, իսկ լավ, շատ լավ, եթե իրար գումարենք, ստացվում է մոտավորապես 34%։ Որոշ հարցեր ենք ներառել նաև արժեհամակարգային հոգեբանական ընկալումների մասին, ոչ թե որպես ինքնին ինքնանպատակ, այլ փորձել ենք հասկանալ արդյոք արևմտյան կամ անգլոսաքսոնական երկրների պես մեզ մոտ եւս օրինաչափություններ, կոռելացիաներ նկատվում են այդ երևույթի հետ, թե ոչ։ Օրինակ դպրոցական երեխայի դաստիարակության նշված մոտեցումներից որին եք նախապատվություն տալիս, բավականին արևմուտքում բավականին տարածված հարց է, հատկապես երբ արժեքաբանական հետազոտություններ են իրականացնում։ Տոկոսները, ինչպես տեսնում եք, ստացել ենք, մեծամասնությունը ակնհայտ 60.1% նշել է հետևել երեխայի կարգապահությանը եւ առաջադիմությանը եւ 31.3% է ասել խրախուսել երեխայի անհատական հետաքրքրությունները։ Սա փակ հարց է եղել, այսինքն մենք տարբերակները հենց այսպես էլ կարդացել ենք եւ խնդրել ենք, որ ընտրեն սրանցից ինչ որ մեկը, իսկ եթե նշել են, որ երկուսն էլ շատ կարևոր բաներ են, միևնույնն է խնդրել ենք, որ մեկը, որին ավելի շատ են նախապատվություն տալիս։ Ինքնին թվերը հետաքրքիր են, բայց առաջ անցնելով ասեմ, որ մեր իրականացրած Խաչաձև մտքաչափումները ցույց են տալիս, որ ի տարբերություն օրինակ Եվրոպայի, ինչպես նշեցի, Ամերիկայի առանձնապես կոռելացիաներ չկան։
Դիցուք Ամերիկայում այստեղ պետք է ակնհայտ կոռելացիա լիներ, նրանք ովքեր ասեին հետևել կարգապահության առաջադիմությանը, ավելի հակված պիտի լինեին հանրապետականներին, Դոնալդ Տրամպին ընտրելու, իսկ ովքեր ասեին խրախուսել անհատական հետաքրքրությունները, պիտի որ ավելի հակված լինեին դեպի լիբերալ դեմոկրատական առանցքը, կողմնացույցը։ Մեր դեպքում չէ, սա ինչ-որ առանձին ուղղակի մարկեր է ընկալումների, արժեքային ընկալումների, որը չի կոռելացվում որևէ այլ փոփոխականի հետ։ Համենայն դեպս մեր չափած փոփոխականների բնականաբար։ Ինչպես է գնահատում Հայաստանի ներկայիս վիճակը, առաջին տողում դուք տեսնում եք մեր առաջին մտքաչափը անցած տարվա, որտեղ ընտրանքը 1160 հոգի էր եւ սխալի չափը 28, եւ ներքևում արդեն այս տարվա արդյունքները։ Հայաստանի ներկայիս վիճակը փոքր ավելի սկսել են մարդիկ վատ եւ շատ վատ գնահատել երկուսը իրար հետ, բայց ինչպես տեսնում եք կառուցվածքը որպես այդպիսին լուրջ փոփոխության չի ենթարկվել, կառուցվածքը ինքնին նույնն է, բայց թվերը փոխվել են։ Վերևի սյունյակում անցածն է, ներքևի սյունյակում 2026 հիմիկվանը։ Անցած անգամ օրինակ շատ լավ գնահատել էր ընդամենը 7.4%, այս անգամ 66, բայց կառուցվածքը, ինչպես տեսնում եք, սիմետրիկ է։ Ըստ ձեզ Հայաստանը ճիշտ